Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Շիրակի մարզ։ Շիրակ այցելությունը մեկնարկել է Արթիկ համայնքի թիվ 4 հիմնանորոգված մանկապարտեզից։ Պատկերն արդեն ունենք ամբողջովին նորի, որովհետև նախկինում որ տեսածին պայմանները ընթացքում նոր գարունը բացվել է մեր մոտ։ Այսինքն ամբողջությամբ դուք Այո։ Եվ հիմա լրիվ պատրաստ աշխատում։ Լրիվ աշխատում է։ Երեխեք, բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ես ինչ եք անում, բարև ձեզ։ Որը, ասեք տեսնեմ, որն եք սովորում։ Որը։ Ուզում ենք դառնալ, ասեք, որ կասեք։ Ուզում ենք դառնալ հայրենիքի Միլոպե, խոսում եմ դառնալ ինչ։ Ուզում ենք դառնալ հայրենիքի Շատ ապրեք, եկեք ծապարենք։ Շատ ապրեք, լավ էր մանկապարտեզը։ Հավանում եք, չեք հավանում։ Այո։ Հաստատ հավանում եք, շատ ապրեք։ Խոշորացված, մինչև խոշորացված լինելը 8 ամիս է աշխատել մանկապարտեզները։ Մեր օրոք է դարել 12 ամսյա, կրոմի տարը աշխատում են մանկապարտեզները։ Չեն աշխատել, պայմաններ չեն ունեցել, մեր եկածորվանից արդեն դարել է ամբողջական տարի։ 1080 երեխա այս տարին մանկապարտեզ են աշխատում։ Նկատում եմ համայնքն ունի մանկապարտեզի կարիք։ Մի երկու հատում ամբողջական լրիվ արդեն այգիշել է։ Ես նոր բացված մանկապարտեզները պարոն վարչապետ, նույնիսկ մի պատարակա օգտագործած չի եղել։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է նոր կյանք բնակավայրի մանկապարտեզ։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ պետական ծրագրի շրջանակում այստեղ կառուցվել է նոր մասնաշենք։ Ջրի հարցը լուծված է։ Տակն է սարքն է մշտական։ Խնդիրություն։ Դորոքման համակարգն է։ Պետք է իսկ իրոք մեր հարկ վճարողները եւ այդ վաճառահետևանքային կապերը տեսնել։ Տեղական բաները, հարկերը, турքերը, սեփական եկամուտների աճը, դրանք շատ բոլորը փոխկապակցված են։ Այն բաներում խաբարապարակներն Հարցը լուծել ենք մանկապարտեզից, վարվում է մեծ հարց կա, այդ խնդիրը դնելու են, որ հավաքենք ամեն համայնքի, ըստ համայնքի բնակիչների 3 խնդիրները, որ էլ մարդիկ հարց բարձրացնելու բան չունենան, ամեն բնակավայրի համայնքի չէ, ամեն բնակավայրի 3 առաջնային խնդիրը, որ մենք ունենանք, իմանանք էլ որ ձեր ասելու կարիքը լինի, որ ոչ կախված լինի, մենք կգանք չենք գա, բնակիչներով որոշում եք 3 ամենակարևոր, ամենաառաջնային խնդիրը։ Գալիս է իմ սեղանին, առաջիկա տարիներին այդ 3 խնդիրը լուծում պրծնում ենք, հետո գալիս ենք հաջորդ 3 խնդիրն ենք վերցնում։ Արթիկ համայնքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է նաև Ախուրյան համայնք։ Սուբվենցիոն ծրագրով Բայանդուր բնակավայրում կառուցվել է մանկապարտեզ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 273.8 միլիոն դրամ է, որից 219 միլիոն դրամը հատկացրել է կառավարությունը։ Երեխաներ, բարև ձեզ։ Լավ եք։ Երբ եք մանկապարտեզ գալիս բա։ Երբ եք մանկապարտեզ գալիս։ Անսանում եք։ 55 սան ունենք, պարոն վարչապետ։ Կարողություն եք քանա։ Լիցենզիայի հնարավորությունը 55-ն է, 21-ը հերթում հետագրված սպասում։ Էլեկտրոնային համակարգով հետագրված է։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչ մանք ստացել։
273 միլիոն։ Ուրեմն դեսքի բնակավարի ղեկավարն եմ։ Մենք հանդիպել ենք 24 թվականի հոկտեմբերի 18-ին եւ բարձրացրել ենք մեր գյուղի հիմնախնդիրները։ 26 թվականին դպրոցը միանալու էր իր ազգավորսին։ Դուք խոստացաք, որ մանկապարտեզը կառուցվելու է Գետքում։ 3 գյուղի մանկապարտեզ՝ Կարիճանյան, Գետ եւ Երազգավոր։ Հիմա այդ մանկապարտեզը տեղափոխվել է եւ պետք է կառուցվի Կարիճանյանում։ Գետքում չկա ոչ մի մշակութային կենտրոն, կրթական կենտրոն։ Նախատեսել ենք ստեղծենք 4 խմբանի մանկապարտեզ 3 բնակավայրի համար, Բարսկային զարգացման հիմնադրամով նախագիծը կար պատվիրված էր տեղակապն ու տնային կրթության, գիտության նախարարության եզրակացության հիման վրա, որ Ղարիբժանյան բնակավայրի շահառու երեխաներն ավելի շատ է, նախատեսվեց մանկապարտեզը հիմնել Ղարիբժանյան բնակավայրում եւ համայնքը մի կիլոմետր եւ համայնքը տրանսպորտ տրամադրի են մնացած 2 բնակ, որովհետեւ 3 հատ չսարքենք, այն 2 բնակավայրից տեղափոխի այդ մի մանկապարտեզը։ Դուք ամբողջ բնակչությամբ իրեք հարցերը դրեք, ուղարկեք, Պարոն վարչապետ, հասկանանք գազն է, ոռոգման ջուրն է, խմելու ջուրն է, մանկապարտեզն է։ Ախուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1.7 կիլոմետր երկարությամբ Հովսեփյան փողոցը։ Ծրագրի արժեքը 169 միլիոն դրամ է, որից 76 միլիոն դրամը հատկացրել է կառավարությունը։ Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների համար կրկին սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա եւ 300 հատ աղբաման։ Ծրագրի արժեքը 100 միլիոն դրամ է, որից 65 միլիոն դրամը եւս հատկացվել է կառավարության կողմից։ Սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել նաեւ տեխնիկական այլ միջոցներ։ Պարոն վարչապետ, դες գյուղատնտեսական տեխնիկան, եթե մեզանից այդտեղ մարդ չի լինում, մտնում է ճանապարհի վրա։ Այս կողքը առանցին սարքել ենք այդ տեխնիկաների համար, բայց հնար չկա, այդտեղ հսկողություն աշխատատարեց, մի պատ ատարեց, նորից Մարդիկ հասկանան, չէ՞ որ իրաց չէ, հոմերը չէ։ Հոմերը չի, որ տրակտորները մտնում։ Ձեր ճանապարհն է, որ տրակտորը մտնում է։ Ասեք, այ հոպար ջան, Բանդեղ ճամփ են կողքը տրակտորի համար սարքել են, ինչ եք ասֆալտը։ Հա? Ասել ես։ Բայց հարգալի չէ, հենց շատ հարգալի։ Գարիք չեն եք։ Հարգալից, հարգանքով, խնդրելով, որ ճիշտ լինի։ Բարև ձեզ երեխաներ։ Վարչապետը եղել է նաև Գյումրու Զանգակ մանկապարտեզում։ 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման արժեքը կազմել է շուրջ 203 միլիոն դրամ։ Որ կակատան չես լացեք։ Խոստանում եք, դարի պայմանավորենք, որ չես լացի։ Էլ չես լացի, չէ։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ է։ Ինչ եք անում։ Դասեք անում։ Ինչ եք բար։ Շատ է։ Լավն է ձեր նոր մանկապարտեզը։ Ո՞ւմ ա դուր եկել նոր մանկապարտեզը։ Սիրելի հայ բարեկամներ, ես Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ալկին եմ։ Մարմաշեն բնակավայրում բացվել է Green Tech նորարարական կենտրոնը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ջանքերով Հայաստանում Ճապոնիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ։ Բացման արարողությանը մասնակցել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ, հյուրեր։ Շատ դժվարանում ենք հոսանքի ջրամատակարարման հարցը, մինչև հիմա դեռ խնդիրներ ունենք, ես այդպես պետք է ասեմ, չնայած արևային վահանակներ են տեղադրվել, փորձել ենք լոկալ տեղային լուծումներ տալ ջրի խնդրին, բայց ակնկալում ենք, որ համայնքը, համայնքապետարանը, մարզպետարանը ավելի շատ կգնահատեն նման զարգացնող եւ երիտասարդներին հզորացնող ծրագրերը։ Այս կենտրոնը շատ ավելին է, քան պարզապես համակարգիչներով հագեցած շինություն։ Այն Մարմաշեն գյուղի աշակերտների համար ներկայացնում է հույս եւ հնարավորություն։
Այն նաև աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, առաջարկելով նրանց կարողությունների զարգացման դասընթացներ և իրենց կյանքը վերականգնելու ուղիներ։ Նպատակն է Շիրակի մարզում կանաչ տեխնոլոգիաների բնապահպանական կրթության և ինժեներական նորարարության խթանումը։ Ճապոնիայի կառավարության, տեղական կազմակերպության և այս համայնքի բնակիչների միջև համագործակցությունը ցույց է տալիս, որ երբ մենք ներդրում ենք կատարում մարդկանց և նրանց ներուժի մեջ, իմաստալից փոփոխություն է տեղի ունենում։ Շատ հպարտ եմ, որ այսօր արդեն կանաչ կրթական կենտրոնը բացվում է Մարմաշենի սրտում գեղեցիկ տեսարանով եւ Ախույրան համայնքի երիտասարդները հնարավորություն կունենան անվճար հիմունքներով այստեղ սովորել ծրագրավորում, բարձր տեխնոլոգիաներ, ինժեներություն։ Կենտրոնն առաջարկում է անվճար դասընթացներ, լաբորատոր պարապմունքներ եւ համայնքային ծրագրեր։ Մոտ 100-ից ավել տարեկան շահառուներ կներգրավեն կենտրոնի կրթական աշխատանքներում եւ գնալով կավելանա այս թիվն էլ։ Շատ լավ կետ։ Ինչու՞ չէ, որ կեստան իրենց կրթությունը ստանան։ Green Tech-ը մի հարթակ է, որտեղ բնապահպանությունը, տեխնոլոգիան եւ կրթությունը միավորվում են, ձևավորելով կիրառելի գիտելիքների փոխանցման ժամանակակից մոդել, նշում է GITC գործադիր տնօրեն Ամալիա Եղոյանը։ Երիտասարդները ակտիվ են, իրենք ցանկանում են գալ տեխնոլոգիական ոլորտ եւ սա աննախադեպ է, որ արդեն Գյումրիից դուրս ենք մենք ապա կենտրոնացվում։ Կենտրոնը կտրամադրի անվճար կրթություն Շիրակի մարզում, ապահովելով նաև բնակավայրերից տեղափոխման փոխադրամիջոցը, ինչն էլ հնարավոր է դարձել Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Կենտրոնը միտված է դառնալու երկարաժամկետ կրթական եւ տեխնոլոգիական զարգացման հարթակ Շիրակի մարզի եւ ողջ տարածաշրջանի համար Մարմաշեն բնակավայրի այս գեղատեսիլ բնության գրկում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Նախարար, խաղապահորժերի բրիգադը խաղապահի միջազգային օրվա և զորամասի կազմավորման համար շարված է։ Բրիգադի հատար գնդապետ Էվոնյան։ Մայիսի 29-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Խաղաղապահ բրիգադ, ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Միջոցառմանը ներկա են նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։ Խոսքով հանդես են եկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասարյանը եւ բրիգադի հրամանատարները։ Շնորհակալություն հայտնելով գնդապետ Համլետ Լևոնյանին ու շնորհավորելով Պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարար Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար գնդապետ Ռուբեն Պապյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական տոնի առթիվ, անդրադարձել բրիգադի անցած ուղուն եւ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը, ինչպես նաեւ ընդգծել, որ խաղաղարար առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով, արժանանալով վերադաս ղեկավարության ու արտասահմանի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին։ Բրիգադի մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու եւ օրինակելի ծառայության համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով։ Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է բրիգադի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհման արարողությամբ։ 15 տարի առաջ բանակում ոչ մարտական պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի գործը դատարանում է։ Մեղադրյալը նրա ծառայեկից Ավետիք Խաչատրյանն է, որն այժմ ընդհատակում է։ Հենց սա է պատճառը, որ գործը կքննվի հեռակա։ 4 ամսվա զինծառայող Վալերիկ Մուրադյանը մահացել է 2010 թվականի մարտին։ Ըստ պաշտոնական վարկածի նա ինքնասպան էր եղել։ Դին հայտնաբերվել էր Զորամասի տարածքում պտտաձողից կախված։ Գործը քննվել է 2010-ից, սակայն պարբերաբար կասեցվել ու վերսկսվել է։ Մուրադյանին ինքնասպանության հասցնելու համար նրա երկու ծառայեկիցը մեղադրյալի կարգավիճակ են ունեցել միայն դեպքից մի քանի տարի անց 2017-ին, երբ արդեն հասցրել էին լքել երկիրը։ Այնուհետև քրեական գործով վարույթը կասեցվել էր արդեն նախին քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն մեղադրյալների քննությունից խուսափելու հիմքով։ Գործը սակայն վերսկսվել էր 2021-ին, որի ընթացքում ըստ դատախազի լայնածավալ ապացուցողական գործողություններ են իրականացվել։
իրականացվել էին վկաների լրացուցիչ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, արկա փորձագիտական եզրակացությունների շուրջ հարցաքննվել էին փորձագետները։ Երկու մեղադրյալն էլ ըստ դատախազի Ռուսաստանում են։ Ավետիք Խաչատրյանը 2022-ին էր ձերբակալվել, սակայն նրա արտահանձնումը մերժվել էր իրավական նորմերի որոշ մեկնաբանությունների պատճառով։ Եվ քանի որ հենց այդ ժամանակ մեղադրյալը ծանուցվել էր իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, ուստի հնարավոր է եղել գործն ուղարկել դատարան եւ քննել հեռակա։ Սա հնարավոր չի եղել իրականացնել մյուս մեղադրյալի Նորայր Գրիգորյանի դեպքում։ Ինչի համար են մեղադրվում ծառայեկիցները, դատախազը 15 տարի առաջ տեղի ունեցածն ու գործով հաստատված հանգամանքներն է ներկայացնում։ Ըստ դատախազի միջև դեպքը 2000 դրամի պարտք պահանջ է եղել Վալերիկ Մուրադյանի եւ մեղադրյալների միջև։ Հիմնավորվել էր, որ Ավետիք Խաչատրյանը 2010 թվականի մարտի 14-ին Վալերիկ Մուրադյանի մահվան օրը արդեն իսկ 2000 դրամ գումարի պահանջ էր ներկայացել Վալերիկ Մուրադյանին, վերջինս խոստացել էր այդ օրվա ընթացքում վերադարձնել գումարը։ Մի քանի անգամ պահանջելուց հետո ըստ դատախազի Վալերիկ Մուրադյանը խոստացել է, որ իրեն Պարկ համագյուղացի զինծառայողից կվերցնի գումարը եւ կվերադարձնի, սակայն պարզվել է, որ նա նույնպես ի վիճակի չէր վճարել։ Հետագայում խոսակցությունը շարունակելու նպատակով զորամասում առանձին պայմանագրային զինծառայողների համար նախատեսված սենյակ էին հրավիրել Վալերիկ Մուրադյանին, որտեղ ներկային եղել է սույբ գործով երկու մեղադրյալներ, Ավետիք Խաչատրյանն ու Նորայր Գրիգորյանը։ Հանդիպմանը կրկին պնդել են, որ Մուրադյանը պետք է 2 ժամվա ընթացքում վերադարձնի պարտքը։ Հստակ գիտակցելով, որ նման պայմաններում նաև Վալերիկ Մուրադյանի երթվելու հանգամանքը հաշվի առնելով գումարը չներկայացնելը հանգեցնելու է զինծառայողների փոխհարաբերություններին բնորոշ սոցիալական դիրքի նվազման, նվաստացման եւ որոշակի զինծառայողի պիտակավորման։ Հանդիպման ընթացքում ըստ մեղադրանքի Մուրադյանը խնդրել է զրույցը հետաձգել, նույն օրը արդեն կեսգիշերն անց հայտնաբերվել է զինծառայողի դին։ Զինծառայողի մայրը Նանա Մուրադյանը տարիներ շարունակ պնդում է, որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են։ Օբյեկտիվ չափանիշներով, եթե մենք ունենայինք ինքնասպանության հասցնելու բավարար հիմքեր, շատ վաղուց այս վարույթը ավարտված կլիներ։ Ես վստահ եմ պետությունը 15 տարի ռեսուրս է ծախսել եւ աննպատակ ռեսուրսը պիտի չծախսեր։ Հստակ ավարտին հասցներ եւ որ մասնակի հիմա էլ շարունակվում գործի քննություն ուղարկվել դատարան, ապա եւս մեկ անգամ համոզմունք ունենք, առավել եւս որ շատ կարեւորագույն ապացույցները այլևս մենք չունենք։ Ընդ որում սա նշում եմ երկու կողմերից համար անբարենպաստ հետևանքի առումով եւ քննչական մարմնի եւ դատախազության համար որպես վարույթ իրականացնող մարմին եւ մեզ համար որպես դժողի ներկայացուցիչներ այդ ապացույցները բոլորիս էին անհրաժեշտ ճշմարտության բացահայտման առումով։ Մենք չունենք նման պայմաններում մենք ունենք չփարատված կասկած։ Ըստ Պապիկյանի քննությունը թերի է իրականացվել, դեպքի վայրից չեն վերցվել կարևոր ապացույցներ, օրինակ ձեռքերից նմուշներ։ Այն թոկը, այն պարանը, որի միջոցով ինքը կախվել է, պետք է ենթադրաբար այդ պարանին ինքը ձեռքերով դիպչած լիներ։ Մենք չունենք ապացույց իր ձեռքերի վրա մատնահետքեր կամ մանրեներ թելից մնացած պարանից կա թե ոչ, որովհետև այդպիսի նմուշներ չի վերցվել։ Դեպքի վայրից չի վերցվել օրինակ նրա զինվորական համազգեստի մի մասը, որոնք կարող են դիպչել օրինակ կամ պարանին կամ այն աթոռին, որի վրա պիտի ինքը կանգնած լիներ։ Պարանոցի վրա կա ենթադրյալ պարանի սեղմման օղակի հատվածը 2 օղակ։ Սա կասկածելի է այս հանգամանքը։ Այսպիսի փաստական տվյալները առնվազն կասկած են հարուցում։ Դժողի ներկայացուցիչը ցավով է նշում, որ ի սկզբանե շատ ապացույցներ չեն պահպանվել եւ այս պահին դրանք վերականգնել հնարավոր չէ։ Դատախազն էլ նշում է, գործով մի շարք ապացույցներ կան, այդ թվում ականատես վկաների ցուցմունքներ։ Ընդ որում ցուցմունք տված ականատեսների թվում նաեւ այն 2 զինծառայողներն են, որոնք դեպքի օրը ներկա են եղել Վալերիկ Մուրադյանի եւ 2 մեղադրյալի գումար պահանջելու խոսակցությանը։ Դատախազը պնդում է, որ ըստ գործով հաստատված հանգամանքների Վալերիկ Մուրադյանը ոչ թե սպանվել է, այլ նրան հասցրել են ինքնասպանության։ Ընդ որում մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւս ներկայացված նյութերում չի գտել զինծառայողի մորային պնդումների ապացույցները, որ որդին սպանվել է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2022-ին վճռել էր, որ պատշաճ քննություն չի իրականացվել գործի բացահայտման համար։ Միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է որդեկորիս մորը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 20,000 եվրո հատկացնել։ Այսպիսով մեղադրյալ Ավետիք Խաչատրյանի մասն ուղարկվել է դատարան, իսկ Նորայր Գրիգորյանի մասով քննությունը դեռ շարունակվում է։ Երկուսի նկատմամբ հայտարարված է հետախուզում եւ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։
ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը Կիևին խորհուրդ է տվել հայտարարություններ չանել Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու մասին։ Ես խոսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ, որը կգլխավորի պատվիրակությունը Ստամբուլում կայանալիք հաջորդ բանակցություններում եւ նա նույնպես դեռ չի տեսել ռուսական հուշագիրը, ասել է Քելոգը։ ABC News-ին տված հարցազրույցում նա հայտնել է նաեւ, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի անվտանգության խորհրդականները կմասնակցեն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված խաղաղության շուրջ բանակցություններին։ Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հանդիպումը կկայանա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր կառավարությունն ընդունել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի առաջարկը Գազայի հատվածում հրադադարի եւ պատանների ազատ արձակման վերաբերյալ։ Նեթանյահուն այս հայտարարությունն արել է պատանների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետի գրասենյակից հրաժարվել են մեկնաբանել հայտարարությունը։ Սպիտակ տունը երեկ հայտնել էր, որ Իսրայելը ստորագրել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի առաջարկը։ Ավելի վաղ Համասը հայտարարություն էր տարածել, նշել, որ ստացել է առաջարկը եւ ուսումնասիրել Վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային, իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջարկը նախատեսում է 60-օրյա հրադադար Գազայում, 2 փուլով 10 պատանների ազատ արձակում եւ 18 դիերի վերադարձ։ Իսրայելն էլ կազատի 1236 պաղեստինցի պատանդի եւ կվերադարձնի 180 դի։ Առաջարկով չի պահանջվում Իսրայելից դադարեցնել հարձակումը Գազայի հատվածում, այլ պահանջվում է, որ եւ Իսրայելը եւ Համասը բանակցություններ վարեն երկարաժամկետ հրադադարի շուրջ։ Միացյալ Նահանգները, Եգիպտոսը եւ Քաթարը կծառայեն որպես հրադադարի համաձայնագրի երաշխավորներ։ Փարիզը զգուշացրել է, որ կխստացնի իր դիրքորոշումն Իսրայելի գործողությունների հետ կապված, եթե այդ երկիրը շարունակի արգելափակել Գազա մարդասիրական օգնության մուտքը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը հավատարիմ է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետություն ստեղծելու սկզբունքով լուծելու մոտեցմանը։ Եթե առաջիկա ժամերին եւ օրերին հումանիտար իրավիճակին վերաբերող պատասխան չլինի, մենք կխստացնենք մեր հավաքական դիրքորոշումը, ասել է Մակրոնը Սինգապուրի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով Ֆրանսիան կարող է դիտարկել իսրայելցի վերաբնակիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները փակուղի են մտել եւ ամենայն հավանականությամբ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի նախագահների ուղիղ մասնակցությունը, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նրա խոսքով մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններում առաջընթացը դանդաղ է ընթանում, սակայն սպասվում են լրացուցիչ բանակցություններ առաջիկա շաբաթներին։ Հավատում են, որ որևէ պահի կարող է տեղի ունենալ հեռախոսազրույց Թրամփի եւ Սիի միջև։ Հաշվի առնելով բանակցությունների ծավալը եւ բարդությունը, սա պահանջում է երկու առաջնորդների մասնակցություն։ Նրանք լավ հարաբերություններ ունեն եւ վստահ են, որ չինացիները կմիանան բանակցություններին, նշել է Բեսենթը։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները մեկնել են Ադրբեջան, Բաքվում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակը եւ պետդեպարտամենտի եվրոպական հարցերով ավագ խորհրդական Ուայաթ Թելկեն։ Այցի նպատակն է շարունակել երկխոսությունն Ադրբեջանի հետ ելնելով Միացյալ Նահանգների շահերից, ինչպես նաեւ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումից։ Օման այցի ընթացքում Իրանի նախագահը Օմանի հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում հավելել է, որ Թեհրանը չի ընդունի ուրանի հարստացման պահանջը։ Դա Իսլամական Հանրապետության վարչակազմի հպարտությունն ու ջանքերի արդյունքն է։ Նախագահը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ Իրանը ոչ մի կերպ չի ձգտում ձեռք բերել միջուկային զենք։ Մասուդ Փեզեշքյանը պատասխանելով Իրան-ԱՄՆ բանակցություններում Օմանի միջնորդության վերաբերյալ հարցին ընդգծել է, որ Օմանի միջնորդության շնորհիվ Թեհրանը կարողացել է առաջ շարժվել իր նպատակներին հասնելու ուղղությամբ։ Գինեգործությունից PR, խոհարարությունից խմիչքներ, ռեստորանային հյուրանոցային սննդի արտադրության ոլորտի մասնագետները Գաստրոքեմփ Կապան 2025 նախագծի շրջանակում տարբեր ուղղություններով երրորդյա դասընթացներ են անցկացնում Կապանում։ Նպատակը մարզկենտրոնը ռեստորանային բիզնեսի ու համեղ խոհանոցի կենտրոն դարձնելն է։ Ըստ փորձագետների ոլորտն ունի նրբություններ, որոնք յուրաքանչյուր բիզնեսմեն պետք է հաշվի առնի։ Լինելով կին, լինելով մայր, ունենալով տանը բավականին շատ գործեր, դու կարող ես նաև լինել բիզնեսմեն, ոչ թե մեկ, այլ նույնիսկ 4 սրճարանի, եւ դա իսկապես հնարավոր է։ Իմ այսօրվա ելույթը նրա մասին է ինչպես ստեղծել բիզնես զրոյից, ինչպես բոլոր փուլերով անցնել եւ ինչպես հաղթահարել դժվարությունները։ Սննդի լուսանկարչի կողմից արված աշխատանքը պետքա գրագետ լինի, այսինքն սննդի ոլորտի մեջ ինքը
պետք է հմտություններ ունենա, սնունդից հասկանա, կիսով չափ նաև փոխաբերական իմաստով խոհարար լինի։ Այդ դեպքում արդեն շանսերը բավականին շատանում են, որ իր կողմից արված աշխատանքը բավականին գրագետ կլինի։ Ծանոթանալով ժամանակակից միտումներին, նոր այցելուներ ներգրավելու գործիքակազմին մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ ու հմտություններ։ Շուրջ 1 տարի է նախագիծը ներկայացնում է Կապանի զբոսաշրջային եւ բիզնես գրավչությունը, իրականացնելով համայնքային զարգացմանը միտված գաստրոմիջոցառումներ, ներգրավելով ոլորտի համայնքային եւ միջազգային մասնագետներին։ Գաստրոքեմփ Կապան նախագծի համահիմնադիրները դիտարկում են Կապան քաղաքը որպես մեծ ներուժով բիզնես կենտրոն դառնալու հոյակապ քաղաք եւ այս քաղաքի հնարավորությունները զարգացնելու համար մենք կարևորում ենք հոռեկա ոլորտի զարգացումը։ Հոռեկա ոլորտը ունի որոշակի թերություններ, որոնք դասընթացների, վարպետաց դասերի, մասնագետների խորհրդատվությունների միջոցով հնարավոր է վերացնել եւ այդ թերությունները շրջանցելով, այդ թերությունները հաղթահարելով մենք կարող ենք նոր զբոսաշրջիկներ եւ նոր բիզնես կապեր բերել քաղաք։ Նախապես գրանցված 90-ից ավելի մասնակիցներ են ներգրաված դասընթացներին, որոնց խոսքով այս ամենը կօգնի բարելավելու իրենց բիզնեսը։ Տեղի հյուրընկալության ոլորտը շատ բացեր ունի, բայց եթե սիրում ես խոհանոցը, ապա այն հաջողության կբերի թե նորեկին, թե փորձառու մասնագետին։ 20 տարվա հուշակագործության փորձ ունեմ, ինչին որ հասել ենք այսօրվա դրությամբ, որ մեր ապրանքները շատ սիրված են Կապանում, բայց այդ ամեն ինչը հասնում է շատ երկար աշխատանքի շնորհիվ ու այդ ամեն ինչի մեջ կան նաև դժվարություններ կադրերի տեսակետից հիմնականում, քանի որ չունենք դպրոց, քանի որ չունենք վերապատրաստման վայրեր, հետևաբար այս ամեն ինչին հասնելը շատ ավելի երկար է տևում, որովհետև դու այդ ամեն ինչը հասնում ես քո սեփական փորձի շնորհիվ։ 23 տարի լինելով այս ոլորտում, ճիշտ է մեծ խոչընդոտների առջև եմ կանգնել, բայց դեռ պայքարում եմ ու ինձ թվում է նման դասընթացները ոգեշնչում են մեզ, որ ավելի ու ավելի զարգանանք, մեծ պահանջարկ կա խոհարարների, որը պակասում է մեր մոտ։ Այդա որ շատ պակասում է, այս նախաձեռնությունը ինձ թվում է ողջունելի է, որ սովորեն ու սկսեն աշխատել։ Գինեգործությունը Հայաստանում հարուստ ավանդույթներ ունի։ Ավելի քան 6100 տարեկան խմիչքի պատրաստման մասին չի խոսել Վահան Գասպարյանը, այլ թե որքան կարևոր է նրա դերը գաստրոնոմիկ աշխարհում։ Գինու մասնագետը ժամանակը խնայելու համար Երևանից Կապան է եկել ինքնաթիռով ու դասախոսությունից զատ, նաև նշում է տպավորված է թռչնի բարձրությունից տեսած բնությամբ։ 45 րոպեն իրականում շատ կարճ ժամանակ է մերեն 5-6 ժամվա ճամփորդություն, որ կատարում ենք Երևանից մեքենայով, հա, Կապան, ու այդ ամեն ինչը ընդհանրապես տևել է 45 րոպե, շքեղ, հետաքրքիր ու դու չես հարցնում հասկանաս 45 րոպեն որտեղ է վերջան, որտեղ ուղակի նայում ես պատուհանից, ուղակի նայում ես, հպարտանում ես ու սպասում ես թե ուր ես գնալու։ Հունիսի 11-ից 15-ը տեղի կունենա հրավիրյալ շեֆ խոհարարների արշավ, որին բիզնես գործընկերներից զատ աջակցել է նաև Ծանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նախագծի աջակիցներից է համայնքապետարանը։ Տնից տուն մտնելով նրանք փորձելու են ուսումնասիրել եւ գրի առնել բաղադրատոմսերը, ավանդական բաղադրատոմսեր, որոնք մեզ են հասել մեր տատիկներից։ Եվ այդ բաղադրատոմսերը նրանք մշակելով մատուցելու են 7 մելիքների ընթրիքը, այդ ընթրիքը լինելու է շատ հանդիսավոր խուստուփի լանջերին։ Շատ կարևոր է, որ ներգնա տուրիզմի վրա ուշադրություն դարձնենք, մենք փոքր երկիր ենք, եւ շատ կարևոր է, որ մենք մեր համայնքները լավ ճանաչենք եւ բոլորին ճիշտ ներկայացնենք Կապանը, Կապանի յուրահատկությունները, պատմամշակութային արժեքները եւ բոլորի համար բաց լինի եւ հասկանալի լինի, թե ինչ կարելի է տեսնել Կապանում, ինչ կարելի է համտեսել Կապանում, որոնք են Կապանի յուրահատկությունները եւ կարծում եմ հենց այս նախագիծը նաեւ կարեւոր է դրանով։ Կապանի պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունն ամբողջությամբ բացահայտված չեն եւ նախագիծը հարավային մայրաքաղաքին այլ տեսանկյունից դիտարկելու հնարավորություն կտա։ Հանքարդյունաբերական քաղաքում կարևոր է նաեւ զբոսաշրջության զարգացումը, եզրափակում է Գորթ Թադևոսյանը։ Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է նորատուց բնակավայրի Վարդան Մամիկոնյան փողոցը շուրջ 1 կիլոմետր երկարությամբ։
Այս պահին ընթանում է հողի հարկաշերտի քանդումը, որին հաջորդելու են ավազակովճային հիմքի տեղադրման, խճային հարթեցման եւ ասֆալտբետոնյա շերտի տեղադրման աշխատանքները։ Փողոցի հիմնանորոգման ծրագրի արժեքը 85 միլիոն 500 հազար դրամ է, որը համամասնորեն տրամադրվելու են պետական եւ համայնքի բյուջեներից։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ հարց բարձրացրեցին բնակիչները պարոն Մարտիրոսյանին, որպեսզի վերանորոգվի այս ճանապարհը։ 2023 թվականին հանձնարարվեց կազմել նախագծանախաշարային փաստաթղթեր եւ դրա հիման վրա այժմ իրականանում է շինարարական աշխատանքները։ Հիմնանորոգվող փողոցը Գավառ Մարտունի մայրուղուց դեպի բնակավայրի վերջնամաս տանող հատվածն է։ Հիմնանորոգման արդյունքում կկրճատվի դեպի բնակավայր տանող ճանապարհը եւ կթեթևանա երթևեկությունը։